Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց լողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության, իսկ այսօր զրուցելու ենք Ստանիսլավսկ անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ, բայց մինչ զրույցի բովանդակությանն անցնելը կուզեի ենթադրում եմ, որ պարոն Շահվերդյանը նույնպես կմիանա շնորհավորանքներին մայիսի 9-ի կապակցությամբ, եռատոնի կապակցությամբ, որովհետև ես այն մարդկանցից եմ, որի համար մայիսի 9-ը եղել եւ մնում է եռատոն, եւ սկսենք։ Շնորհակալություն Լևոն հրավերի համար, ես նույնպես միանում եմ շնորհավորանքների։ Ես կարծում եմ, որ մենք մեր հայրենակիցների հետ, ովքեր որ մասնակցել են պատերազմին, շատ այսպես կարևոր եւ հաղթական եւ մեզ համար պատվաբեր հաղթանակ ենք ունեցել, բազում մարշալներ, եթե չեմ սխալվում, եւ ես հպարտանում եմ 4 մարշալ մեր նախնիներով։ Ես թիվը չասեցի, որ չսխալվեն։ Ճշտել էի մինչև զրույց։ Հիմա անցնենք մեր զրույցին, հիմնական զրույցին, քանի որ անկախ նրանից, որ այսօր մայիսին է, այսօր նախ եւ առաջ ուրբաթ է, ուրբաթ օրերը մենք խոսում ենք մշակույթից, ընդ որում փորձում ենք հասկանալ մշակութային այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք, հասարակությունը ունի, եւ որպես սկիզբ, այսպես մի քիչ տաքանալու համար աշխարհը թատրոնի պատուհանից նայելը աշխարհին բարդ է թե ոչ։ Ես կարծում եմ ոչ բարդ չէ, որովհետև թատրոնը ընդհանրապես մեր կյանքի առօրյայի արտացոլումն է գեղարվեստական համեմունքներով եւ այնինչ մեր 4 կողմը տեղի ունենում նույնը թատրոնում է, ուղղակի մի փոքր գեղարվեստական շունչ տված մթնոլորտ եւ ես կարծում եմ, որ թատրոնը այսօր կարող է արդիական լինել եւ հետաքրքիր միայն այդ պարագայում։ Այսինքն այսօր բեմում պետք է բարձրացնել մեր բոլոր երկրագնդում տեղի ունեցած խնդիրները եւ հենց դրանով էլ զբաղվում ենք այսօր մեր թատրոնում ներկայացում էր եւ Գանչիրովի հասարակ պատմություն ստեղծագործությունը մենք արդիականացրել ենք, ժամանակակից է դարձել եւ կոչվում է փող գիրք իշխանություն։ Մենք խոսում ենք այսօրվա մասին, այսօրվա աշխարհի գլոբալ խնդիրների մասին։ Մյուս ամիս էլ այդ ներկայացումով հրավիրված ենք Մոսկվա, Վորոնեժ եւ Եկատերինբուրգ Չեխովյան փառատոնի շրջանակներում պետք է Մոսկվայում ներկայացնենք մեր ներկայացումը։ Վորոնեժում Պլատոնյան այդպես է կոչվում փառատոնի շրջանակներում, իսկ Եկատերինբուրգ մեզ հրավիրել են ուղղակի 2 ներկայացում խաղալու, իդեպ այդ օրերին հենց Գանչիրովի 150-ամյակն են տոնելու։ Շնորհավոր եք Գոնչարովին։ Շնորհակալություն։ Տեսեք, գիրք իշխանություն փող, փող, գիրք, իշխանություն։ Деньги, страсть, власть։ Հասկանալի։ Հիմա տեսեք, այնպես է ստացվել, որ հանրային հիմնական չգիտեմ ինչպես ավելի ճիշտ ներկայացնեմ, հանրային հիմնական գրքերը եռում են այդ 3 գրքերի շուրջ, փող, իշխանություն։ Այս այն դեպքում, երբ մենք ժամանակին այսպես գլուխ ենք գովում, միգուցե տեղին, միգուցե անտեղի, որ մեր կյանքի առանցքում մշակույթն է։ Հիմա մեր կյանքի առանցքում մշակույթ կա թե չկա։ Պետք է լինի, բայց կա թե լինի, բայց ես ցավով պիտի նշեմ, որ մեր հասարակությունը իր մշակութային քաղցը ցածրորակ համերգների այսպես ժամանակ է հագեցնում, ցավալի է դա, կամ ռեստորաններում անորակ, հա, եթե դա կարելի է անվանել մշակույթ, չի կարելի անվանել իհարկե, այդպես է։ Ես խնդիրը փորձում եմ ուսումնասիրել եւ հասկանալ։ Նայեք, ամեն ինչ գալիս է ընտանիքից, իմ կարծիքով։ Այն երեխան, որը որ մեծանում է եւ դասյարակվում է ընտանիքում, ինչ լսում է, ինչ տեսնում է, դա էլ հետո իր ձևավորման վրա լուրջ ազդեցություն է ունենում։
Ես փորձում եմ հասկանալ, հա, վերջերս մի շաբաթ առաջ վրացական Սուխիշվիլին մեր օպերային թատրոնում 2 համերգ տվեց եւ լեփ-լեցուն դալիչներով եւ իսկապես լեգենդ են եւ իսկապես շատ հզոր եւ ուժեղ արտիստներ են։ Իրենք ջանք չխնայելով, այն որ հա ռուսերեն արտահայտություն կա նասմերց բեմում անում են անհնարինը, տրվելով որքան որ հնարավոր է։ Մեզ մոտ մեր ընտանիքում հա թե թատրոնին, թե պարարվեստին, թե արվեստի մյուս ճյուղերին վերաբերում են հետեւյալ կերպ նորմալ մասնագիտություն ձեռք բեր կապիկություն ես անում ինչի՞դ է պետք այդ կապիկությունը վերաբերմունքը այսպիսին է եւ դա է պատճառը որ մեր մշակույթը չի զարգանում եւ մշակույթի վերաբերմունքը մեր երիտասարդների մոտ փոքր-ինչ թերի է հետո եւս մի շատ կարեւոր հանգամանք կա կրկին անդրադառնամ, չեմ ուզում անուններ տալ, որտեղ 2-3 օր առաջ ներկայացում նայեցի, մեզ հետ Կարեն Դուրգարյանի տղան էր։ Սուխիշվիլի համերգին էր, հա, մեր կողքը նստած նայում էր եւ այդ ներկայացմանն էր մեր կողքը նստած, ինձ համար կարծիքը շատ կարեւոր էր, որովհետեւ կյանքում թատերական ներկայացում առաջի անգամ էր դիտում։ Օպերային թատրոնում շատ ներկայացում դիտել էր, բայց մեզ հետ միասին եկել էր թատերական ներկայացում դիտելու։ Կարծիքը լսելուց հասկացա, որ չսիրեց թատրոնը։ Պատճառը հետևյալն է, որ բեմում այն չէր, ինչ կարող էր այդ, հա, մեկ հանդիսատեսին կապել թատրոնի հետ։ Կորցրեցինք այդ հանդիսատեսին։ Իհարկե, այս դեպքում վստահ եմ լավ ներկայացումներ կնայի եւ կկարողանանք հա բերել թատրոն, բայց որից է մի վատ ներկայացում, վատ մթնոլորտ թատրոնում, դա կորուստ է բոլորի համար։ Մեր բոլորիս համար դա կորուստ է։ Վերջ մեկին կորցրեցինք, բայց այդ դալիճը նույնպես լեփ-լեցուն էր եւ ես կարծում եմ շատ երիտասարդների կորցրեցինք, ոչ միայն նրան։ Տեսեք, դուք խոսեցիք ընտանիքից ընտանիքի դերի մասին խոսեցիք, հիմա գիտեք բոլորի բախտը չի բերել, ասենք, ինչպես իմ բախտը, ինչպես ձեր բախտը, ինչպես Կարեն Դուրգարյանի որդու բախտը, այդպես բոլորինը չի բերում։ Հիմա ընտանիքից զատ ինչ պիտի արվի, ով պիտի անի, պետությունը դա պիտի անի ինքը հասարակությունը, ինքնամաքրման, ինքնաբուժման տրամաբանությամբ, ինչ պիտի արվի, որպեսզի մարդիկ կապվեն մշակույթին։ Չգիտեմ, ինչպես պատասխանեմ հարցին, այո, դե մեր տանը օպերան երաժշտություն էր հնչում, ես կուլիսներում եմ մեծացել, դասերակվե, բայց նայեք խորհրդային ժամանակաշրջանում քիչ թե շատ գրաքննություն կար, հա, ցենզուրա հասկացողություն կար եւ ամեն ինչ չէին թողնում, որպեսզի պետական թատրոնների բեմերում տեղի ունենա, եթե ինչ-որ անտերպրիզային խմբեր կար, մեր հատուկ ծառայությունները հստակ ուսումնասիրում էր, թե ինչը թույլ տալ, ինչը քարոզել, ինչը ոչ, ես կարծում եմ դա նույնպես թերի է եւ թույլ տալ չի կարելի։ Բայց մի կողմից է նայում եմ, ասում եմ, ենթադրենք, հա, ես թատրոն եմ այս պահին տնօրինում, թատրոնի ղեկավարն եմ, նմանատիպ ցածրորակ արտադրանք, երբ որ գա մեր թատրոն, ինչպես թույլ չտամ։ Երկու տարբերակ կա, մեկ այնպիսի գին առաջարկեմ, որ չկարողանա եկամուտ չունենա եւ այդ միջոցառումները, համերգները միանշանակ առաջինը եկամուտ են հետապնդում, ուրիշ այսպես խնդիր լուծելու չունեն։ Մյուս կողմից ուղղակի ուսումնասիրելով թե ինչ է, թույլ չտալ, ասել զբաղված ենք։ Զբաղեցնել թատրոնը այն ծրագրով եւ այն խաղացանկով, որ նմանատիպ խաբել ի բարօրություն։ Այո, երևույթներ չլինեն, բայց ես հիշում եմ իմ երեխա ժամանակ, որ մենք դասարանում ունենք մեր ընկերները, ովքեր որ մեր հետ սովորում էին, նայեք, այդ գրաքննության ժամանակ կար, եթե չեմ սխալվում, ռադիոյով մի հատ ալիք, որը որ հեռարձակում էր ադրբեջանական երաժշտություն, թուրքական երաժշտություն, կլկլոցներ, մեր անորակ երաժշտությունը։
Հիմա էլ կա ցավոք սրտի այդ ռադիոկայանը։ Հա։ Անվանումը չեմ հիշում, ինչպես էր անվանում։ Անունը դրած էր հայկականի տակ, բայց այնտեղ հայկականության մասին ընդհանրապես խոսք չկա։ Ամենա այսպես լսելին եւ հայտնին երևի թե այդ ալիքն էր, ցավոք սրտի։ Ես այն ժամանակ նույնիսկ հումոր էի անում, կատակում էի, ասում էի, ես երբեմն ինձ թվում է, որ գազելների վարորդները այդպես փող են գցվում, կներեք այդ ոչ այնքան գրական մարմար, փող են գցվում, որ այդ ռադիոկայանը անպայման լինի։ Միգուցե։ Ես չգիտեմ, մեր գեների մեջ ինչու է դա նստած, հա, վերջերս շատ հետաքրքիր ստատուս կարդացի։ Գիտեք ինչ էին գրել։ Կարծես իմ խոսքերը եւ իմ վերաբերմունքը լիներ։ Այս լիրիկական մասը, հա, առաջի պատերազմի մասին էր, որ մենք հողեր կորցրեցինք, տանուլ տվեցինք եւ այլ եւ այլ։ Երկրորդ մասը շատ հետաքրքիր էր ձևակերպված։ Ասում է, մենք տանուլ ենք տվել կորցնելով մեր ինքնությունը, մշակույթը։ Մենք տանուլ ենք տվել, երբ որ մարզահամերգային համալիրում լեբլեցուն դալիչներով անորակ երաժշտություն է քարոզվում։ Այդտեղ իսկապես տանուլ ենք տվել եւ կորցրել ենք շատ ավելի մեծ բան։ Ես լիովին համաձայն եմ։ Տեսեք, մշակույթ ինքը մրցակցային է, ինքը այդպեսին պիտի լինի, հա, ինքը իր մեջ մրցակցային էլեմենտ ունի։ Հիմա, երբ մենք խոսում ենք մարզահամերգային համալիրում լեբլեցուն, եկեք անուններով ասենք, Թաթուլի համերգը կլինի, Արմենչիկի համերգը կլինի, ում համերգը ուզում է լինի։ Մենք դրա հետ ինչ ենք դնում մրցակցության մեջ։ Տեսեք, վերջին մի քանի տարվա ընթացքում փառքաստու այդ իրավիճակը փոխվել է, բայց 20 տարի ես հաշվել եմ։ 20 տարի հանրային հեռուստաընկերությամբ դասական երաժշտությունը հեռարձակվում էր կեսգիշերից հետո։ Կեսգիշերից հետո հեռարձակվում էին դասական երաժշտություն եւ էրոտիկ ֆիլմեր։ Ռեյտինգներին հետևելով երևի թե հեռուստատեսության ղեկավարները այդպիսի որոշումներ են կայացրել, բայց դա հանրային հեռուստաընկերությունը ռեյտինգներին հետևելու իրավունք չունի։ Այո, ես հենց դրա մասին էի ուզում խոսել, որ այո, չունի իրավունք եւ նայեք, թատրոնը նույնպես չունի իրավունք գործել այնպես, որպիսի վաճառի։ Ցածրորակ արվեստը վաճառել շատ հեշտ է, պրիմիտիվ արվեստը, հանրամատչելի արվեստը վաճառվում է շատ արագ եւ շատ հեշտ։ Բայց ես կարծում եմ մեր եւ հանրային հեռուստատեսության եւ թատրոնների եւ մյուս մշակույթի օջախների գերխնդիրը այլ է, ձևավորել այլ հասարակություն։ Թող երկխոսությունը լինի 10-15 հոգու հետ, բայց այդ երկխոսությունը լինի բարձր որակի երկխոսություն լինի, որովհետև այնուամենայնիվ մեր ապագան հենց այդ 15 պայմանականորեն եմ ասում 15 մարդկանց հետ է, նրանք կարող են ճիշտ որոշումներ կայացնել, ճիշտ ուղղությամբ տանել մեր երկիրը։ Այնպես որ այսօր կա քաղաքականություն, որ պետք է վաճառել, պետք է այնպես անել, որպեսզի թատրոնները լեփլեցուն լինեն եւ հանդիսատես լինի։ Մի կողմից համաձայն եմ, մյուս կողմից ոչ, որովհետև վաճառվում է ցածրորակ արվեստը այսօր, հանրամատչելի արվեստը։ Դե ընդհանուր առմամբ դա համաշխարհային այսպես խնդիր է, ֆաստ ֆուդի խնդիրն է, հա, որտեղ մշակույթի մեջ էլ կա ֆաստ ֆուդ եւ կա այսպես հեղինակային խոհանոցի խնդիր, հեղինակային խոհանոցի քիմք ամեն մեկը չունի։ Պետք է ունենա։ Դե պետք է ունենա։ Կամած պետք է, չգիտեմ, միքսելով, հա, մեկը մյուսի հետ հանդիսատեսի ճաշակ գիտակցությունը բարձրացնել, չէ որ մենք մեր մշակութային օջախները ստեղծված են հետեւյալի համար, որպիսի հանրային հասարակության գիտակցությունը որքան որ հնարավոր է բարձրացնենք։ Իսկ բարձրացնել հնարավոր է դասական երաժշտությամբ, հետաքրքիր դասական պիեսներով, որոնց որ պետք է միշտ անդրադառնալ, բայց այսօրվա տեսանկյունից մոտենալով այդ դասական ստեղծագործություններին, հենց այս պահին ես Համլետ եմ բեմադրում ըստ Շեքսպիրի, բայց լիովին այլ Համլետ է, ներկայացման անվանումը Փսիխոպատ է, եւ դա մեր օրերն են, նույնպես, հա, իշխանության համար պայքար, իր խնդիրներով եւ այսօրվա իրադարձությունների մասին է,
աշխարհում տեղի ունեցող, ոչինչ չի փոխվել այն ժամանակվա գրված, իրավիճակից, թե ինչ է կատարվել Դանիայում, աշխարհում չկենտրոնանանք ինչ-որ միտեղ, եւ այսօր ինչ է տեղի ունենում։ Թեման նույնն է, խնդիրները նույնն է, ձգտումները նույնն են, եւ դա է պատճառը, որ ես փոխել եմ եւ Համլետ այսօրվա Համլետը, եւ կարծում եմ երիտասարդները, ովքեր որ կգան դիտելու ներկայացումը, կսիրեն թատրոնը եւ կհասկանան, թե ինչպես կարելի է մոտենալ դասական ստեղծագործությանը եւ հուսամ, եթե չեն կարդացել եւ չգիտեն հանճարեղ պիեսը, կվերադառնան տուն եւ կկարդան։ Կարդալու մասին, մենք այսօր իսկապես լուրջ խնդիր ունենք։ Ես գործի բերումով եւ ընդհանրապես ճանապարհորդել շատ եմ սիրում եւ գիտեք, ամենուրեք այդ կարդալու մշակույթը, հատկապես եվրոպական երկրներում, Ռուսաստանում շատ լուրջ մշակույթ է եւ շատ մեծ պահանջարկ ունեցող մշակույթ է։ Երբ որ այսօր մեր հրատարակիչների հետ ես խոսում եմ, ես հասկանում եմ, որ մեր երկրում գիրք չի վաճառվում։ Այսինքն այն տոկոսը, որը որ վաճառվում է, դա ուղղակի սարսափելի է։ Ինչի մասին է դա խոսում։ Վստահ եմ, որ on-line էլ չեն կարդում, չնայած այսօր դրա հնարավորությունը կա, բայց այդ կարդալը վերացել է մեր հասարակությանը։ Գիրքը թանկ է։ Չեմ կարծում, որ գիրքը թանկ է։ Չէ, թանկ է, իրոք թանկ է։ Երկամուտների համեմատ թանկ է։ 2 սիգարետի տուփի, գումար է։ Լավ գիրքը մի քիչ վստահաբար չէ, թարգմանություններ կան 2500-ից 5000, լավ 10-12000 դրամ, բայց դա լուրջ ներդրում է։ Երբ որ ընտանիքում գիրք առնեն եւ հասկանան, որ իրենց երեխաների համար են անում, ապագայի համար եւ դա ներդրում է, Հայ այդտեղ է խնդիրը, որովհետև մենք մշակույթը որպես ներդրում չենք դիտարկում։ Որոշ չափով գիրքը, կինոն, թատրոնը, մեր մշակույթի նախարարության անունից խոսեմ, իմ առջև դրված է այդ խնդիրը, մշակույթը, այո, որպես ներդրում, դիտարկել ապագայի համար, նաև ինչու ոչ երկրորդ խնդիրը կա, դիտարկել որպես տնտեսության զարգացման մի ճյուղ։ Դա հնարավոր է, որովհետև մեր երկիր շատ տուրիստներ են գալիս եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ այդ տեսանկյունից էլ կարելի է մոտենալ։ Չէ՞ որ այն հայտնի խմբերը, որոնք որ գալիս են Հայաստան, ես հասկանում եմ, որ բավականին լուրջ եկամուտ են ունենում։ Երկու վերջին համերգը վրացական, Սուխիշվիլի, շատ թանկ տոմսեր են եւ տոմս չկար։ Այսինքն միջոցառումը պրոդուկտի դեպքում մարդիկ պատրաստ են այո, պատրաստ են։ Միջոցառումը տեղի ունեցավ, մարդիկ իրենց հարկերը վճարեցին մեր երկրում եւ մի փոքր բարելավեցին այն թատրոնի վիճակը, որտեղ որ ելույթ են ունենում։ Տեսեք, խոսակցությունը սկզբում մենք խոսեցինք մեկ դիտողի կորցնելու մասին, մեկ հանդիսատես կորցնելու մասին։ Հիմա տեսեք, եւս մեկ խնդիր կա, մենք մեր մտածողությամբ հասարակություն ենք շատ արխայիկ է, պահպանողական է շատ։ Եվ ցանկացած նորամուծություն սվիններով է ընդունվում, հերրու մի քիչ կարող է գնամ, բայց ավելի ցածուն օրինակ ես չեմ կարող ուղղակի հիմա մտաբերել, կհիշեք, որ հանրապետության հրապարակ մետրոյի հարակից տարածքում մի պերֆորմանս արվեց, թատերական, այսպես, որը սարսափելի արձագանք ունեցավ, այնտեղ եկել էին, հայհոյել էին, ինչ-որ բան էին շփել մարդկանց վրա, դերասանների վրա եւ այլն։ Եվ ինքը ներկայացնում է ինքը իրենից ինչ-որ արտարոց ոչ մի բան չէր ներկայացնում, որ ասեմ ինչ-որ հանճարեղ բաներ եկան տապալեցին, բայց դա ցուցիչ է նրա, թե ինչպես է հասարակությունը իր մեծամասնությամբ վերաբերում նորություններին, այսինքն ցանկացած մարդ, որը նորամուծություն է փորձում անել, ինքը պետք է պատրաստ լինի, որ հայտնվելու է խարույկի վրա։ Լևոն, շատ լավ հարց է եւ դիտարկում, ես ինքս չեմ տեսել այդ պերֆորմանսը, բայց վիդեոներ տեսա։ Ես վիդեոներով եմ նայել։ Նայեք, Լևոն, ես իմ խորին համոզմամբ
Գիտեք ինչումն էր խնդիրը։ Այդտեղ իրանք այդ performance-ը իրականացրել են հենց շոկ առաջացնելու համար։ Մեր մարմիններ էր կարծեմ, չգիտեմ, սատանայական ինչ-որ, հա, պերսոնաժներ էին եւ այլն եւ այլն։ Գիտեք ինչու չընդունվեց։ Ասելիք չուներ։ Հետո վերջերս հրապարակում տեսա Facebook-յան, հա, հարթակում, որ կիսամերկ աղջիկ մեր հանրապետության հրապարակում քայլում է եւ նույնպես շոկ էր առաջացրել, հա, հետո եթե այդ աղջիկը ասելիք ուներ, ինչ որ մի բան էր ուզում ասել դրանով, միգուցե վերաբերմունքը այլ լիներ, բայց անելու համար եւ ուշադրություն գրավելու համար իհարկե հենց այդպես է վերաբերմունքը լինելու հասարակության ասելիք ունենալու դեպքում միգուցե հաջողեր հետո դա նորամուծություն չի այդ փողոցային արվեստը performance-ը այլ այսպես սոուսի մեջ միշտ եղել է մեր հասարակության մեջ միշտ փողոցում միջոցառումներ տեղի ունեցել են փոքրիկ պերֆորմանսներ, միշտ մեր փողոցներում երաժիշտներ են նվագում, կամ ընդունվում է, կամ ոչ։ Ես նույնպես չընդունեցի այն, ինչ տեղի ունեցավ, որովհետև կրկնում եմ։ Ես ուղղակի այդ օրինակով ուզում էի խոսեինք, մենք այդ նոր շունչ բերելու ցանկություն ունեցող մարդկանց այսպես նեղելու կամ անկյուն շպրտելու փորձերի մասին։ Նոր շունչ չկար այդտեղ։ Չէ, այդտեղ չէ, ես ընդհանրապես։ Չէ, ընդհանրապես ես կարծում եմ շատ նուրբ է պետք վերաբերել այդ խնդրին եւ անել այն, ինչը որ կընդունվի հասարակության կողմից։ Իհարկե բարդ է, որովհետեւ մենք ավանդույթ ունեցող ժողովուրդ ենք եւ դա իր շատ լավ կողմ ունի, որովհետեւ կրկնում եմ, երբ որ ես դուրսը ներկայացնում են ինչ ով է հայը, ինչպիսին է հայը, մի հատ բառ կա, ասում եմ հայը թասիբ ունի, հետո երկար բացատրում եմ թե դա ինչ է նշանակում։ Եվ իրենք բոլորը հասկանում են եւ ողջունում են։ Մենք իսկապես լավ ավանդույթներ ունենք, որոնք որ պիտի պահենք եւ դա մեզ միայն կարող է օգուտ եւ մեզ միայն կարող է բարձրացնել, չի կարելի կորցնել լավը։ Չգիտեմ որքանով է միտքս հասկանալի, բայց այնուամենայնիվ մենք իսկապես լավ սովորույթներ ունենք, լավ ավանդույթներ ունենք։ Ամուր պահել ընտանիքը պետք եղած ժամանակ մենք միանգամից, հա, միասնական ենք դառնում, վերջի մի 5-6 տարվա ընթացքում մենք հասկացանք, որ դա հնարավոր է, եւ եթե լինում է լավ գաղափար եւ միասնական դառնալու պահանջ, մենք դառնում ենք միասնական եւ այդտեղ է մեր հաղթանակը, երբ որ կարողանում ենք դառնալ։ Այդ միայն մեզ մոտ չի այդպես։ Հիմա տեսեք, բայց որպեսզի շարունակենք խոսքը պահպանողական լինելու մասին, հիմա ես ենթադրում եմ, առավելևս վստահ եմ, որ դուք առիթ ունեցել եք դիտելու Ռամշտայնի Deutschland երգի հոլովակը։ Այո։ Հիմա պատկերացրեք Հայաստանում որևէ մեկը համարձակվում է այդ կարգի տեսահոլովակ նկարահանել, դուք պատկերացնում եք այդ մարդու հետ ինչ կլինի դրանից հետո։ Դե վստահաբար, այո, շատ վատ արձագանք կունենա եւ լուրջ խնդիրներ կունենանք, բայց այդ օբյեկտիվ ճշմարտության մասին է խոսքը։ Այո, բայց միթե արվել է արդեն, չէ։ Նայեք, դուք գիտեք, դուք շուտ նեյտրալ երևի կվերաբերեք այդ ամեն ինչին։ Շատերը նեյտրալ կվերաբերեն։ Մնացածն էլ մի քիչ պատմություն գիտեն։ Մնացածն էլ չեն հասկանա ինչի մասն է խոսքը։ Գիտակցությունը, իսկ այն մարդիկ, որոնք կեղծ պատմության վրա բիզնես են կառուցում, նրանք բնականաբար նույն կերպ կարձագանքեն, ինչպես են ձեր ասած կամ իմ ասած պերֆորմանսին։ Այո։ Կգան զիլոնկաներով։ Այո։ Ես կարծում եմ մի քիչ չափազանցնում ենք մենք եւ կարեւորում ենք այն ինչ տեղի ունեցել եւ երևի թե նրանց խնդիրը եւ նրանց հաղթանակը դրա մեջ էր, որ ուշադրություն կարողացան գրավել։
Միայն դրա մեջ։ Ուշադրությունը թիթեռ ուշադրություններ հիմա եղավ կորավես ընդհանրապես 2 տարի անցել է, նայեք, խոսում ենք, միգուցե ավել։ Մենք իրանց քննարկում ենք, կարող ենք այլ բան էլ քննարկել։ Մոդելի, այո, որպես մենք մոդելի մասին ենք խոսում, զուտ իրենց հիշեցինք այդքանով, շնորհակալություն, իրենց հաջողություն, հուսամ մենք էլ նման բաներ չենք տեսնի։ Բայց այս վերջերս դուք մի քիչ ցավ կար ձեր գերացի մեջ, գերառում եք արել Իտալիայում եք այդ ժամանակ, ասացիք, որ մենք խնդիր ունենք, որտեղ մեզ չեն ճանաչում։ Այո։ Իտալիայում մեզ չեն ճանաչում, հետաքրքիր է, որ Հռոմից սկսած մենք Իտալիայի հետ եւ հռոմեական կայսրության հետ տարբեր տեսակի եւ բարեկամական եւ թշնամական հարաբերություններ ենք ունեցել։ Հենց հիմա Հռոմի կենտրոնում կանգնած է Գրիգոր Նարեկացու, Վենետիկում նույնպես, բայց մեզ չեն ճանաչում, ինչու։ Մշակույթի խնդիրն է միջելից։ Նայեք, եւ մշակույթը եւ սպորտը այսօր ֆուտբոլով են չէ՞ միանգամից ճանաչում։ Նայեք, լուրջ հաղթանակ ունենա։ Իտալիայում Հենրիխով Հայաստանը իմացան, հա։ Շատերը չգիտեն։ Շատերը Ալբանիա, Ռումինիա եւ այլն, երբ որ ծանոթանում ես, Ալգերիա։ Այո։ Հետո հասկանում են, որ տեղամաս ասում ես, որտեղ ենք մենք տեղակայված, ասում են, նախկին խորհրդային, միությունն է։ Դրա մեջ է ճշմարտություն կա, բայց ես կարծում եմ, որ դա մեր հենց իմ խնդիրն է, մշակույթի խնդիրն է եւ երբ թե ինչ որ առումով սպորտի խնդիրը։ Այսօր կարելի է ուշադրություն գրավել, ենթադրենք հանճարեղ ֆիլմ լինի, որը որ այսպես մեծ արձագանք ունենա, միանգամից արտադրողը եւ երկիրը բարձ է լինում եւ մարդիկ սկսում են երկիրը ճանաչել կամ սպորտի ասպարեզում, եթե լուրջ, հենց ֆուտբոլի, այսօր դե ամենան ֆուտբոլն է, լուրջ ձեռքբերում ունենանք, վստահաբար մեզ շատ ավելի կճանաչեն, քան ճանաչում են։ Իդեպ Իտալիայում հետաքրքիր էր, որ մի 2 օր անց երաժիշտ էր փողոցում, շեփորահար էր նվագում, մոտեցա եւ ասեցի նույն խոսակցության շարունակությունն էր, արդյոք հայերին ճանաչում եք, ասեցի իհարկե ճանաչում եմ, կցանկանաս հայերեն ինչ-որ բան նվագեմ, ասեցի հա, եւ նվագեց իմ Facebook-յան էջում նույնպես հրապարակած է, որ նվագեց նույնիսկ մի քանի բառ երգեց այդ երգից, 2 ծայրահեղություն է, բայց մեծամասամբ այո, ցավոք սրտի քիչ են ճանաչում։ Երբ որ սկսում ես, հայտնի դեպք կա, երբ որ ես նկարահանում եի իրականացնում մեր արտաքին գործերի մամլոխոսնակի տանը, մեզ ասեց հիմա ես ձեզ հրավիրում եմ այնտեղ, որտեղ աշխարհի ամենահայտնի հայն է, վստահաբար ես գիտեի, որ նկար ուներ Շառլ Ազնավուրի հետ, վստահաբար ես գիտեի դրա մասին, բայց այսպես պրովոկացիա արեցի, ասեցի, Քիմ Քարդաշյանի հետ նկար ունեք։ Իրականությունը դա է, որ այսօր էլ Քիմ Քարդաշյանին շատ ավելի են ճանաչում, քան Շառլ Ազնավուրին։ Մի տեսակ նեղացավ եւ այլն, դա Ես ձեզ մի փաստ էլ ասեմ, օրինակ դուք գիտեիք, որ համաշխարհային կինոինդուստրիայում Արամ Խաչատրյանը ամենաօգտագործված կոմպոզիտորն է, ամենա։ Տեսնում եք, եւ չէ կինոարվեստն էլ մեր մամուլյանից է սկսվել եւ կինոարտադրությունը։ Այո, ունենք անհատներ, բայց նրանք շատ ավելի դրսում կայացած, արտերկրում կայացած անհատներ են եւ համաշխարհային ճանաչում ձեռք բերած մարդիկ են։ Մեր Հայաստանում գործող եւ ստեղծագործող մեր արվեստագետները չեն կարողանում այդ համաշխարհային ճանաչումը ձեռք բերել, շատ դժվար է։ Հիմա կրկին պիտի համեմատեմ մեր կողքի, Վրաստանի հետ, նրանք իրենց մի փոքրիկ հաջողությունը դարձնում են համաշխարհային։ Եվ ես կարծում եմ այդտեղ նաեւ պետական մոտեցում կա, եւ ոչ միայն պետական, իրենք կարողանում են դուրս գալ համաշխարհային շուկա եւ ճանաչում ձեռք բերել։ Մենք մի փոքր այդ հարցում դեռևս կաղում ենք։ Հուսամ մոտ ապագայում մեր վերաբերմունքն է կփոխվի եւ եթե հարկավոր է մի բան
աշխարհով մեկ ի ցույց դնել, մենք մեր բոլոր ուժերը եւ ռեսուրսները կօգտագործենք, որպիսի կարողանանք։ Մեր մոտ այդ հարցում նաեւ այդ նախանձի ֆակտորը կա։ Այսով է որ եւ այս սկսում է այդտեղից խնդրումը։ Գիտակցությունը չկա, որ մերն է, պետք է աշխարհով մեկ այսպես տարածենք եւ ասենք այո, մենք էլ ենք լավը, մենք էլ լուրջ բարձունքների հասած ենք, մենք անհատներ ունենք, որոնք տարբեր գյուտերի աշխարհում տարբեր գյուտերի հեղինակներն են։ Շատ քչերը գիտեն, որ ազգությամբ հայ են։ Գիտեն, բայց չգիտեն, որ հայ են։ Հուսամ ես ու դու այդ օրերը կտեսնենք, շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ հյուրներ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ռեժիսոր Սուրեն Շահավերդյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։